Լավրովը Արցախի կորստից հետո առաջին անգամ ժամանելու է Հայաստան։ Ինչ մտադրություն կա, ինչ եք կարծում։ Ես ուզում եմ աստծուց որ փարին լինի բոլորիս համար։ Ուրիշ ոչ մի բան չեմ գար ասալ, կարևորը ամեն ինչ լավ լինի։ Մեր երկրի, մեր հայրենիքի համար։ Էդ եմ ասում միայն։ Կարճ ու կոնկրետ ասեմ Ռուսաստանի նկատմամբ ես ոչ մի դրական չեմ տեսնում, չեմ հասկանում, չեմ ակնկալում, ցավոք սրտի։ Միշտ խաբել են։ Նիկոլ Փաշինյանի օրոք փչացել է հայ-ռուսական հարաբերությունները, ձեզ ինչն է պատճառը։ Երևի ավելի շուտ պիտի ոչ թե փչանար, այլ ընդհանրապես իրանցից շատ շուտ պիտի ձեռք քաշեինք իմ կարծիքով։ Ավելի երբ որ մենք լավ քիչ վիճակում էինք, ավելի լավ կլիներ իմ կարծիքով։ Ճիշտ ասած չեմ կարող այդ հարցին պատասխանեմ, ես պոլիտիկայից չեմ սիրում պոլիտիկան։ Ես շատ սխալ եմ համարում անգամ ես այն ավազակի հետ որևէ քաղաքական հարաբերություն ունենալ։ Իրանց նպատակը վերջնական հապես մեզի կորզանել է, ուրիշ նպատակ չունի։ Ինչ եք կարծում, Նիկոլ Փաշինյանի օրոք ավելի փչացել են հայ-ռուսական հարաբերությունները։ Հայ-ռուսական հարաբերությունները ներկա պայմաններում պետքա սառեցվեն։ Պուտինը պետքա ընդունի իր սխալը եւ կամ հետ վերադառնա կամ մենք իրեն պետք չունենք։ Ոչ էլ կուզենք ռուսների հետ որևէ ձևով հարաբերություն ունենալ։ Лавров прекрасный дипломат, один из лучших в мире. Поэтому его приезд нам поможет решить очень много вопросов. Լավրովը լավ հայերն էր, պատիզնատ գիգարած, ես հայ չեմ, բայց հայ եմ։ Շատ դժվար է ասել ինչն է պատճառը, ինչ մտադրություններ կան, դժվարանում եմ ասել։ Եթե նախընտրական ինչ-որ քարոզի հետ կապված հարցադրումը միգուցե եւ այդ կապակցությամբ, ուրիշ բան չեմ կարող պնդել։ Ինչ եք կարծում, Նիկոլ Փաշինյանի օրոք հայ-ռուսական հարաբերությունները ինչպիսին էին, ավելի փչացել են։ Ինքը իրենք դառել են ավելի օբյեկտիվ։ Կարծում եմ համենայն դեպս դրական պատճառ չկա։ Լավրովից մենք երբեք ոչ մի լավ բան չենք տեսել։ Նա նույնիսկ իր հոր կողմից իր հայ լինելը երբեք չի շեշտում։ Դա առանձնապես մեր ազգի համար վիրավորական է։ Ինչ սպասենք Լավրովից։ Ես կասեի դավաճան հայ ընդամենը։ Շնորհակալություն։ Իսկ ինչ եք կարծում, Նիկոլ Փաշինյանի օրոք ավելի փչացել են հայ-ռուսական հարաբերությունները։ Կարծում եմ որոշակի բացասական տենդենց կա, այո։ Ես աշխատում եմ որ դրական տրամադրություն լինի, այդ բանացությունները բարով խերով ավարտվեն։ Դե լավ ոչ խաբար եմ, լավ չեմ տեսել այդ բանացությունները, կան սկզբնական, որ ինքը կսաբիրայ պրեսկոնֆերենցիա, մի քիչ ռուսախոս եմ, էլի կներեք էդի Արցախի կորստից հետո թող մեր Արցախը տա։ Իրանց շնորհիվ ա եղել այդ ամեն ինչը։ Ռուսաստանի նպատակների, մտադրությունների մասին երևի շատերը գիտեն, Ռուսաստանը փորձում է հաստատել իր ազդեցությունը ամբողջ հետխորհրդային տարածքում, բայց մենք գիտենք, որ այս վերջին 3 տարում Ռուսաստանը ինչպիսի համբավ ունի աշխարհում, դա փաստորեն ճանաչված է որպես ահաբեկիչ պետություն, մարդասպան պետություն, ֆաշիստ պետություն, նույնիսկ այդպես, եւ ես ուղղակի կարծում եմ, որ մեր իշխանությունները պետք է զգոն լինեն, գալիս է թող գա, եթե ուզում է թող գա, ինչ որ նպատակներով գալիս է, ուղղակի մեր իշխանությունները պետք է ամուր կանգնեն եւ մեր երկրի շահերի մասին մտածեն ու պաշտպանեն այդ շահերը։ Ինչ եք կարծում, Նիկոլ Փաշինյանի օրոք փչացել են հայ-ռուսական հարաբերություններն ավելի։ Դե միանշանակ կարելի ասել, որ այո փչացել են, բայց դե պատճառների մասին տարբեր պատճառներ կան, որովհետև մենք 200 տարի առաջ մեր նախապապերը կողմնորոշվել են եւ որոշել են, որ առանց Ռուսաստանի կյանք չկա, ռուսը չլինի, թուրքը մեզ կուտի, ռուսը չլինի, սոված կմնանք եւ նմանատիպ բաներ եւ մի քանի սերունդ մեծացել են հենց դրա ազդեցության տակ, բայց այդ 200 տարիների ընթացքում մենք անընդհատ ջարդվել ենք, անընդհատ
տարածքներ են կորցրել ու երևի վերջին կաթիլը, որ համբերության բաժակը լցվեց, եղան այս վերջի տարիների իրադարձությունները եւ 44-օրյա պատերազմը եւ Արցախի հայաթափումը։